հայտնել եւ շատ դրական խոսքերով խոսել նաեւ Եվրա ներողություն եմ խնդրում ինչ Եվրա Հայակվեի կներես Սոլակ ջան ուժ ժամա 1000 ներողություն Հայակվեի դիտորդական առաքելության մասին, որոնք նույնպես շատ արդյունավետ դիտորդություն են արել, շատ պատրաստված, շատ պրոֆեսիոնալ եւ հիմա մեր հետ կապի դուրս կգա հետ Սոլակը արդեն մեզ սպասում է Սոլակ ջան ողջույն Բարի ուշ գիշեր Ռուբեն ջան Վազգեն ջան Լսում եք այդտեղ չունենք իրան ճիշտ ասած մի վարքյան փորձեմ հասկանալ այդտեղ ինչա Դից շատ բանը լսվեց որ բայց մեր մոտից չի լսվում էլի մի վարքյան մի միկրոֆոնի հարցը լուծենք հեսա փորձենք հասկանալ ինչ ես դու հենց ասա Լավ դուք ոնց եք Լավ այդպես հերվիս մի կերպ լսեցինք Հա այդտեղից ես եմ լսում բայց այստեղ չեմ Դե երևի թե փորձենք Ինչ այստեղից այնտեղ ասած Դե տարբերակ չունենք բայց ինչ անենք Դե բարեք սենց անենք Սոլակ ջան կասես մեզ ինչ նոր վերջին տվյալներով ինչ նորություններ կան ինչ վիճակ է առհասարակ տեղեկության առումով այս պայդրությամբ ամենաարդիական տեղեկությունները որոնք են Շնորհակալություն Ռուբեն ջան Վազգեն ջան ասեմ որ արդեն գրեթե կանանք արդեն նախնական տվյալները համար են կայացած 90%-ից ավել եւ մենք մի բան ակնհայտ փաստ է Չի լսում ձայնս Լսում եք ինձ Սոլակ ջան մենք քեզ լսում ենք Հիմա լսում եք Մի բան ակնհայտ փաստ է որ արդեն ունենք տվյալները եւ իշխող կուսակցությունը փաստորեն երկրորդ քաղաքում կարելի ասել պարտություն գրեց եւ ընդդիմադիր տեխնացուները շատ ավելի շատ ձայներ հավաքեցին եւ իշխանությունը իրենցն է ասենք ինչ որոշում կընդունեն այս բանը ճիշտ ասած մեծ է գայթակղությունը շատ խոսել բայց քանի որ դիտորդական առաքելություն ենք իրականացնում երևի կավարտվի ժամկետը շատ բաների մասին արդեն այլ ֆորմատով կխոսենք բայց ասեմ որ նաեւ սերեկա տաղաների հետ խոսացի որ մեր պատմության երևի ամենաունիկալ ընտրություններից մեկը տեղ ունեցավ Գյումրիում ինչ հնարավոր էր արեցին ինչ հնարավոր վարչական ռեսուրս կար փորձեցին կիրառել բայց արդյունքը տեսանք եղավ այն ինչ եղավ Երևի այսքանով բավարարվեմ, եթե հարցեր կան խնդրեմ Ձեր մոտ լույսերը տարել էին Սոլակ Մեր մոտ լույսերը կոնկրետ այն տեղամասում որտեղ ես եղել եմ չեն տարել, բայց եղել են մի քանի տեղամաս, որտեղ այո, տարել էին լույսերը եւ հետաքրքիր է լույսերը տարան հենց այն պահին, երբ որ զգզգվում էր, մի քանի տեղամասից արդյունք էինք սպասում, բայց միանգամից կապի մեջ ենք եղել, իդեպ շնորհակալություն եմ հայտնում բոլոր դիտորդներին, լրագրողներին, բոլորը միամուռ աշխատեցին ու բոլորը կարելի ասել պահեցին քաղաքացու ձայնը, ինչ ամենակարևորն էր։ Բոլորին շնորհակալություն։ Իդեպ, հա, մենք էլ ենք ուզում միանանք շնորհակալությանը դիտորդներին եւ լրագրողներին, մենք դիտորդներին հիշեցինք, լրագրողներին էլ հատուկ հիշենք, շատ ապրեք, շատ արդյունավետ աշխատանք, լիքը բան եք ֆիքսել, գիտեք ինչ, էական չի դա քրեական վարույթ այսօր կդառնա կամ վաղը կդառնա թե չի դառնա, այդ ամեն ինչը պահպանվում է։ Այն մի հատ հայտնի գիրք կար, չէ, ասում է ռուկոպիսի նիգարյատ։ Հիմա այդ գիգաբայթերը չեն վառվում, մնում են։ Այն մարդիկ ովքեր որ ֆիքսվել են, օրինակ ես օրվա ընթացքում տեսնում եմ, ինչ որ մի ԿՊԱ-ական հանձնաժողովի նախագահ գնում ուղղորդում էր ընտրողին։ Եվ այլն, էլի լավ է, բոլորը բան չանենք։ Այդ ամեն ինչը ժամանակ ունենանք, խոսենք դրա մասին։ Սպասեն այն X օրվա, երբ որ այլևս իրանք չեն ունենալու ԿՊԱ-ական իշխանություն իրանց, մեջքի հետևում սարիպես եւ լրիվ ուրիշ իրավիճակ է լինելու, նրանց պատասխանի են կանչելու, ուղղելու։ Այո, կարևոր ինձ թվում է այս պահին կարողացան կանխել։ Վստահ եմ, որ դա ընտրողների իրական կամքը չի, մասնավորապես ԿՊ-ի մասով, այլ դա ուռճացված է։ Իհարկե միանշանակ, այսքան վարչական ռեսուրս, այսքան ապօրինություն, որ կիրառվեց, անհավանական սցենարներ իհարկե ուռճացված է, բայց գոնե կարևորը կարողացանք պահել այն, ինչ այս պահին ունենք։ Շատ լավ, մենք այստեղ որոշակի տեխնիկական խնդիր ունենք, եւս մեկ անգամ շնորհակալություն, որ կիսվեցիր մեզ հետ այս ողջ տեղեկությամբ, կապի մեջ կլինենք, հեսա նաեւ մենք այս ընթացքում կփորձենք տեխնիկական այս խնդիրը լուծել, որպեսզի ավելի լավ կարողանանք լսել այս եւ երկկողմանի կապը ապահովել, բայց ամեն դեպքում մենք գիտենք, որ մեր
մարդիկ ովքեր դիտում են մեզ հիմա շուրջ 4000 հոգի իրանք լսել են նորմալ, մենք շատ վատ էինք լսում, Մի կերպ լսում ենք, հա։ Ամեն դեպքում շատ կարևոր էր եւս մեկ անգամ կարևորել ցոլակի աշխատանքը, նաեւ Հայաքվեի դիտորդական Հայաքվեի ողջ